Այստեղ Երևանի Խաղաղ Դոնի փողոցում է 3 երեկոյան 21:20-ին 74 համարի երթուղու ավտոբուսը վրաերթի ենթարկել մի հետիոտնի։ Հետիոտային չկա, չէ՞։ Քաղաքացին նախատեսված անցումով չի անցել ճանապարհը։ Առաջին բուժօգնությունը ցույց տալուց հետո կնոջը տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն։ Միայն այս չորեքշաբթի 3 վթար է եղել ավտոբուսների մասնակցությամբ Երևանում։ Խաղաղ Դոնի պատահարից հետո երեկոյան Տիգրան Մեծ պողոտայում 44 համարի երթուղու ավտոբուսը բախվել է Նիսան և Կիա մակնիշի մեքենաներին, տուժածներ չկան։ Նույն օրը առավոտյան 7:50-ին Գուրգեն Մահարի փողոցից Մուշավան ու Ջրաշեն տանող ճանապարհին 38 համարի քաղաքային ավտոբուսը բախվել է Մերսեդեսին։ Մերսեդեսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել Երկաթե Էլեկտրասյանը և հայտնվել դաշտում։ Վթարի պատճառով մեկ մարդ է տեղափոխվել Էրեբունի բժշկական կենտրոն։ Ավտոբուսների տեխնիկական վիճակը մտահոգիչ է, վերահսկողությունը թերի, ահազանգում է Երևանի ավագանու ընդդիմադիր ազգային առաջընթաց խմբակցության անդամ Պետրո Զարոկյանը։ Այստեղ քաղաքապետարանը շատ բացթողումներ ունի եւ շատ հնարավոր է, որ մեքենաները նորմալ չեն հետևում եւ խնդիր առաջանում։ Զարոկյանի խոսքով քաղաքային իշխանությունը ոչինչ չի անում Երևանում վթարների թիվը գոնե նվազեցնելու համար։ Ոնց կարող է 7-8 տարի ղեկավարություն լինեն ու ժողովրդին թողնեն այս անօգնական վիճակում ժամերով վթարների պատճառով խցամների մեջ մնան։ Սաղ օրը խաչմերուկներ փակեն ու ամեն օր ժողովուրդը այս անօգնական վիճակում պիտի պատժվենք, պիտի տանջվենք, որտեղ մեր ղեկավարները անգրագետ են։ Օրեցօր ավելացող վթարների պատճառներից են երևանյան անտանելի խցանումները, ասում է ավագանու անդամը։ Նա գիտի վարորդներին տանջող հարցի լուծումը, բայց իրեն լսող չկա։ Ես առաջիններից եմ այդ հարցը բարձրացնում եմ, բայց դե գիտես ոնց որ պատի հետ խոսած, այս մարդիկ չեն եկել քաղաքական, եկել թալանեն Ավինյանի եւ իր շրջապատը։ Ինչքան անգրագետ պիտի լինի, որ չկարեն այս օրենքները առաջ բերեն, այդ վթարներին, այդ խաչմերուկիներին, այդ թարթիչներին, երեք այդ կարևորագույն կետերն են, խաչմերուկները, վթարները եւ թարթիչները, որ այդրանք վերացրեք, քաղաքը կաշխատի, խցանումները կվերանան, մեծ մասամբ կվերանան խցանումները։ Էսա չեն հասկանում։ Իրանք պիտի գնան, այս մարդիկ իրավունք չունեն պետականության հետ զբաղվեն։ Իրանք պետական հասկացողություն չունեն։ Հայլուրի հետ զրույցում Երևանի ավտոբուս ընկերությունը պարզաբանում է, աշխատում են ավտոբուսների վարորդների հետ, կազմակերպում դասընթացներ նրանց համար։ Ընկերությունը վստահեցնում է, միշտ չէ, որ վթարների պատճառը հանրային տրանսպորտն է։ Աննա Գյուրնազարյան, Արաքել Օհանյան, Էլեն Յահինյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։